մի քանի հարց ունեմ։ Սակագնային քաղաքականության մասին 8-րդ էջում խոսելուց նշում եք, որ 17 թվականին կուսումնասվի նաև սպառողների առանձին խմբերի համար երկդրույթ սակագնային համակարգի կիրառման հարցը։ Խնդրում եմ մանրամասնել եւ այստեղ ինչ սպասելիքներ կունենա, այսինքն ոնց կանադառնա դա բաժանորդի վրա։ Երկրորդ այս տարի ջրային համակարգի ոլորտում մրցույթ անցկացվեց եւ մեկ օպերատոր պետք է շահագործի 17 թվականին ամբողջ ջրահեռացումը եւ ջրամատակարարումը եւ այնտեղ նշել եք, որ պետք է բազիսային սակագները ներառվեն այդ պայմանագրում եւ դուք լիցենզիա պետք է տրամադրեք։ Այդ բազիսային սակագները մեկ միասնական է, թե տարբեր ռեգիոններում տարբեր է լինելու եւ եթե ձեռքի տակ կա, խնդրեի բարձրաձայնեք։ Այո։ Հաջորդ հարցը վերաբերում է մեկ վարքյան։ Սակագները հաշվարկելիս այնտեղ հետաքրքիր է, թե շահույթը տարբեր, ասենք գազամատակարարում, էլեկտրամատակարարում եւ այլն։ Սակագնի մեջ բոլորը ստանդարտ ֆիքսված տոկոս է, ընդհանրենք 10-13%, թե յուրաքանչյուր ոլորտի համար դրանք սպეციფიկ են։ Շահութաբերության տոկոս, այո։ Եվ որքան են որ ոլորտում։ Եվ դուք նշեցիք, որ 7 միլիարդ դրամ բյուջետային մուտքեր եք ապահովում ձեր գործունեության արդյունքում տարբեր տեսակներով, որքան է կազմում ձեր ծախսերը։ Հետաքրքիր այդ 7 միլիարդը համադրելի է ձեր ծախսերի թե ոչ։ Եվ վերջի հարցը տրանսպորտային միջոցների տեխնիկան զննման համար նաև սակագինը դուք եք սահմանում, հանձնաժողովը։ Այս դեպքում արդեն ինչն է հիմք ընդունվում, քանի որ սովորաբար հանրային ծառայությունների մեջ նշվում է, որ հիմք է ընդունվում անհրաժեշտ հասույթի ձևավորման մեթոդը, այս դեպքում ինչն է ընդունվում։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցերի համար, պարոն Մկրտչյան, սակագների երկդրույթ սակագնային համակարգը, ինչպես դուք կարդացել եք, մենք այդտեղ ասում ենք, որ փորձելու ենք քննարկել եւ ընդունել մոտեցումները։ Մենք ինչ ենք ուզում դրանով ասել։ Նախ այս երկդրույթ սակագները բաժանորդների վերաբերվում է ոչ բնակիչ բաժանորդներին, առաջ երթին 6, 10, 35 եւ 110 կիլովոլտ լարումներով մեր բաժանորդներին, որպեսզի տվյալ բաժանորդը պատասխանատվություն կրի իր հայտարարած սպառման ծավալների համար, մենք իր հետ աշխատելու ենք հետևյալ սկզբունքով, որ պետքա լինի նախ հզորության վճար, հետո նոր կիլովատժամի վճար։ Այս մոտեցումով մենք կարողանանք նաև ռիսկերը տեղափոխել դեպի այդ մեծ բաժանորդները, որովհետև նրանք մեծ հզորություններ են ներկայացնում սպառման ծավալների, մենք դա սակագների հաշվարկման ժամանակ հաշվի ենք առնում, հետո ստացվում անեց, որ կամ ավել կամ պակաս են օգտագործում եւ այդ ավել պակասի ռիսկերը տեղափոխում են ցանցերի մոտ, մենք ուզում ենք այս հարցը այս ձևով լուծել, պարոն Մելքումյանի հետ մենք անցած տարի եւ նախանցած տարի քննարկումների արդյունքում փորձում ենք այս հարցին լուծում տալ։ Ջրային ոլորտ մեկ օպերատոր բազիսային սակագներ։ Այսօր կառավարության նիստում արդեն համաձայնություն տրվեց այն մրցույթային փաթեթին, որը իրականացվել էր միջազգային մրցույթային փաթեթին, հաղթող է ճանաչվել ֆրանսիական Վիոլա ընկերությունը, Երևան ջուր, Հայ ջրմուղ կոյուղի, Լոռի ջրմուղ, Շիրակ ջրմուղ եւ Արմավիրի ջրմուղ կոյուղին արդեն այդ ամբողջ տարածքները պետք է սպասարկի մեկ օպերատոր եւ լինելու է մեկ միասնական սակագին։ 7 միլիարդ որքան է մեր բյուջեն, մուտքերը մենք ապահովում ենք 7 միլիարդ եւ մեր բյուջեն դրա մեջ ինչ տոկոս է կազմում։ Նախ ասեմ, որ մեր բյուջեն այս 7 միլիարդի հետ չենք կապում, որովհետեւ մեր բյուջեն, որքան որ կազմում է ծախսային միջոցները, դրա համար կան նաեւ պարտադիր վճարներ ներառված սակագների, յուրաքանչյուր լիցենզավորված ընկերություն եւ այս 7 միլիարդից դուրս նաեւ նույն չափով մենք այդ սահմանում ենք եւ դա կազմում է մոտորապես 700 միլիոն դրամ եւ դրա համար մենք առանձին մուտքեր ենք ապահովում բյուջե, որը հետո մեզ վերադարձնում են մեր բյուջեն ապահովելու համար։ Վերջի հարցը ինչն էր, ամենավերջը։ Տեղ սպասարկման մասով, պարոն Մկրտչյան, ասեմ ձեզ, որ դա այնքան թերի օրենսդրական եւ կարծում եմ, որ ժամանակն է արդեն, որպեսզի դրանից մենք հրաժարվենք, որովհետեւ այսօր այդ տեխնիկական զննման համար մենք հաշվետվությունները ստանում ենք տրանսպորտի կապի եւ հեռուստաահաղորդակցության նախարարությունից, վերլուծում
եւ մեր վերլուծություններն էլ ցույց են տալիս, որ սակագները շատ ավելի բարձր պետք է լինեն, քան այսօրվա գործող սակագներն են։ Ես երևի թե նաեւ ինձ նորից եւս մեկ անգամ ուշեցիք, կդիմեմ կառավարություն, որպեսզի մենք այս հարցին մի այլ մոտեցում ցույց տանք, որովհետեւ սա այդպես էլ չաշխատեց, մենք երբեք էլ սակագին չսահմանեցինք տեխնիկակ, այն ինչ որ առաջի անգամ սահմանել էր տրանսպորտի կապի նախարարությունը, այդպես էլ մնաց։ Շնորհակալություն հարցերի համար։ Վարամ Մկրտչյան։ Շնորհակալություն հարցերին հանգամանից պատասխանելու համար, քանի որ դուք ասացիք, որ մեկ միասնական սակագին է լինելու բազիսային է, եթե կարելի է կամ եթե կա ձեր գիտակ բարձրաձայնեք որքան է եւ 17 թվականի ընթացքում հանրային ծառայության որևէ ոլորտում սակագների փոփոխություն նախատեսվում է թե չէ։ Ես ասեմ ձեզ, այդ միասնական սակագները, որը 15 տարվա կտրվածքով տարբեր գործոններով պայմանավորված պետք է յուրաքանչյուր տարի ճշգրտվի, իմ մոտ չկա, որովհետև միջգերատեսչական հանձնաժողովը այսօր է համաձայնություն տվել միջգերատեսչական հանձնաժողովի այդ մրցույթային փաթեթին կառավարությունը, եթե ձեզ հետաքրքրում է, մենք կարող ենք կապվել եւ ես ձեզ կասեմ, որտեղ իմ ձեռքի տակ դեռևս չկա դա, կառավարության մրցույթի արդյունքում է ձևավորվել։ Իսկ ինչ վերաբերում 17 թվականին, ես կարծում եմ, եւ բոլորը երևի քաչ տեղյակ եք, վարչապետի այն հանձնարարության առաջարկել հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, որպեսզի սոցիալապես անապահով խավերի եւ գյուղատնտեսական որոշ ոլորտներում խթանող սակագներ մենք սահմանենք, դրա հետ պայմանավորված մենք հիմա քննարկումների մեջ ենք եւ եթե այն ֆինանսավորման աղբյուրը, որը մեզ անհրաժեշտ է այս խնդիրները լուծելու համար, ապա համաձայն էներգետիկայի մասին օրենքի մեր սակագներ երբ սահմանում ենք, իրավունք ունենք եւս մեկ անգամ անդրադառնալ ոչ շուտ քան 6 ամիսը, ապա գազի համար այդ 6 ամիսը լրանում է հունվարի 1-ին, իսկ էլեկտրոէներգիայի համար փետրվարի 1-ին, կարծում եմ չի բացառում, որ մենք մինչև հունվարի 1-ը գազի սակագները վերանայենք, իսկ մինչև փետրվարի 1-ը էլեկտրոէներգիայի սակագները։